Սկզբից երբ որ ինձ հարցնում են դու որտեղ ես ապրում, երբ որ ես ասում եմ նոր Հաճն, բայց չեմ ասում քաղաք կամ ինչ-որ միտեղ, մարդիկ առաջի ասոցիացիան իրենց մոտ տպավորվում է այսպես, որ դա որ գյուղն է։ Մեկ-մեկ sense նեղանում է, որ ինչ են գյուղ ասում, բայց նաև հասկանում եմ, որ շատերը չգիտեն իմ քաղաքի մասին։ Միշտ ասում եմ, որ հաճնցիները սիրում են փողոցով քայլել։ Իմ երևանցի ընկերներն ասում են, երբ որ դրսում Երևանի փողոցներում տեսնեք մարդ, որը փողոցի միջով է քայլում, նշանակում է նա հաճնցի է։ Բոլորը արդեն գիտեն, եթե մտնում են Հաճն քաղաք, արդեն գիտեն, որ հաճնցին ինքը մայթ երբեք մայթի վրա շատ քիչ կգտնեն, հիմնականում փողոցի վրա է։ Եղբայրս կատակում էր, ասում էր մոտենան քաղաքապետին, խնդրենք ասենք, որ գոնե մայթերը մի փոքր մեծացնեն, որ ավտոմեքենաները կարողանան մայթերով գնան երթևեկին։ Սա մեր Հաճնի ամենասիրուն տարածքներից մեկն է, մենք երկու հյուսային պողոտա ունենք, ոնց որ Երևանում ենք ասում, մեկը այս փողոցն է, մեկն էլ մի փոքր վերև, եթե բարձրանանք, այնտեղ եք նկատենք շատ հետաքրքիր նորակառուցանք է, Հաճնի լեզվով ասած հյուսային պողոտան է։ Իմ մանկությունը ընդհանրապես այս փողոցում է անցել, այս փողոցում մեծացել եմ, այստեղ բակ է եղել, այստեղ շատ լավ խաղեր ենք ունեցել, լավ ընկերներ եմ ունեցել։ Ժամանակին եղել է մեծ խանութ, փոքր ժամանակ, երբ որ ծնողներս լավ բան էին անում, պարգևատրում էին, 3 կոպեկ ինձ գումար էին տալիս, ու ես գալիս այստեղ իմ ամենասիրած շոկոլադն էի գնում, որը մինչև հիմա փնտրտուքների մեջ եմ այդ շոկոլադ։ Ու բոլոր խանութի աշխատողները գիտեն, արդեն ես եթե մտել եմ, գիտեի ինչի համար եմ եկել, գնում եմ, ինքը շատ բարձր տեղ էր գտնվում, ու ինձ միշտ օգնում է, որ ես կարողանայի այդ շոկոլադը ձեռք բերեի։ Բարև ձեզ։ Ինչ արժե մանդարինը։ Իսկ նորը։ Ժամանցի կենտրոններ մենք այդքան շատ չունենք, շատ քիչ են, հիմնական օգտվում ենք Երևանից։ Եթե մենք ուզենք հիմա գնանք ինչ-որ միտեղ նստենք սուրճ խմենք, չէ, մենք ավելի շատ մեր սրճարանը դա մեր բնակարաններն են։ Սա մեր քաղաքի պոլիկլինիկան է, որտեղ մեր բոլոր համաքաղաքացիները այստեղ գալիս են, ստուգվում են, բուժվում են, շատ մոտ է եւ բնակիչներին եւ քաղաքից ներս մտնողներին։ Ընդհանրապես նոր Հաճն քաղաքն ասում են ոտքի քաղաք է։ 5 րոպեվա, այսինքն նորմալ քայլի միջոցով 5 րոպեում մենք կարող ենք հասնել քաղաքի այս ծայրից մյուս ծայրը, որտեղ մեր քաղաքը մի փոքր է, մի ընտանիք։ Սա մեր շտապօգնությունը, որ արդեն կանչի է մեկնում։ Տեսեք, ես եւ ավտոբուսը փողոցի մեջտեղում։ Մենք առհասարակ մայթերը չենք նկատում, որտեղ դա մեզ համար շատ նեղ ու փոքր է։ Անցած տարի բացումը եղավ եկեղեցու 2015 թվականի հուլիսի 22-ին եկեղեցու պաշտոնապես բացումն էր, բայց 4-ից 5 տարի իր կառուցման ընթացքն է եղել։ 15 թվականում մենք ճանապարհեցինք եւ դիմավորեցինք 2016 թիվը ոչ թե մեր տանը, այլ ընտանիքներով եկեղեցու։ Ու ես լավ հիշում եմ, որ այդ օրը շատ առատ ձյուն էր, բայց անգամ ձյունը մեզ չխանգարեց, ոչ էլ մեր քահանային։ Քահանայի շուրթերից մեր հաճախակի կլսենք, որ ասում է սա ձեր հոր տունն է։ Ճիշտ է, չունենք սրճարան, չունենք հյուրանոցներ, բայց ունենք փոքրիկ հյուրատուն։ Որոշեցինք այս հիասքանչ նաև վայրի կառույցը նաև օգտագործել որպես արհեստի եւ արվեստի համար։ Այստեղ գալիս են երեխաներ, սովորում են տարբեր տեսակի արհեստներ, փորձում ենք մի փոքր ձևով օգտակար լինենք մեր քաղաքացիներին։ 3 տարեկանից այստեղ եմ եղել։ Ինձ համար ամեն ինչ այստեղ շատ հոգեհարազատ է, դպրոցը, մշակույթը, մարդիկ։ Երբ որ արդեն մտնում ենք մեր մեծ հսկայական մոստից, արդեն հասկանում ես, որ սա քո տունն է, դու եկել ես հանգստանալու։